Բարի երեկո, Թավշյա հաղթանակած հեղափոխության նվիրյալներ, բարի երեկո, միլիոնավոր հայ ժողովուրդ, ահա վերջապես եկավ այն պահը, այն օրը, որին մենք երկար ենք սպասել, արդարությունը երբեք չի կարող մեռնել, և դրա համար վաղը բոլորս, ոչ թե ժամը 17:00-ին, այլ ուշադիր լսեք, բոլորին հայտարարեք, որ ժամը 16:00-ին ենք լինելու Մայր Աթոռի տարածքում, քաղաք Վաղարշապատ, հատկապես երևանցիները շատ մոտիկ է, Երևանի ժողովուրդը, որ ինչքան շատ լինեն, այնքան լավ, ընդամենը 20 րոպեի ճանապարհ է, մենք Վանաձորից շատ մարդկանցով կլինենք, ուրեմն սենց ասեմ, բոլորդ գիտեք, որ սրբապիղծը, որ իրավունք չուներ ինքը մերձբալթյան երկրներից հայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանին, Արցախի նախկին թեմի առաջնորդ Տեր Բրթանես arczepiskopos Աբրահամյանին և Մասոտնյաց թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին գերագույն հոգևոր խորհրդի անդամությունից զրկելու և նրանց փոխարեն ընդունել է Հայկազուն, Մակար և Կիրակոս, որը ևս իրավունք չուներ նոր անդամներ ընտրելու առանց եպիսկոպոսական ժողովի։ Այս սրբապիղծ կտրիճը, ես որ 8 տարի ասում եմ կայսր էր, միապետ էր, իրեն թագավոր էր զգում, այս վառ ապացույցը այսօրվա կատարած կամ կերած քաքերն են։ Ուրեմն շատ եմ խնդրում և չեմ ասում, պատարագը ամենավեհն է, սրբություն սրբոսն է պատարագը, բայց ձեր ներկայությունը, որ բոլորդ եղել եք տարբեր քաղաքներում, գյուղերում պատարագների, խնդրում եմ ձեզ, բոլորդ ներկա լինեք այս անգամ, ձեր ամեն մեկիդ, յուրաքանչյուրիդ, եթե սիրում եք մեր պետությունը, սիրում եք ձեր հայրերի սուրբ եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին, սիրում եք մեր իշխանություններին, ուզում եք, որ մենք, մեր ժողովուրդը, ապագա սերունդները լավ, օրինական երկրում ապրեն, թե հոգևոր, թե աշխարհիկ իշխանությունների բարեվարկություն ունեցող կառավարիչների և հոգևոր հայրերի իշխանության տակ, ուրեմն ուղղակի ձեզ միլիոն անգամ, միլիարդ անգամ խնդրում եմ, բոլորդ ներկա լինեք Էջմիածին, ոչ մեկը չասի ես աշխատանքի եմ, դպրոցի տնօրեն եմ, դասատու եմ, չգիտեմ ես իմ հիմնարկի տնօրեն եմ, քարտուղարուհի եմ, բանվոր եմ, կապ չունի, ոչ մեկը, ձեզ ոչ ոք չի կախելու, բոլորդ ներկա եք լինում Էջմիածնում, նորից եմ կրկնում և ասում, դուք էլ ձեր շրջապատի մարդկանց ասեք մեսենջերովա, ինչովա, զանգերովա, որ ոչ թե ժամը 17-ին, այլ 16:00-ին, դա ես, դուք հասկանում եք, ես դա որտեղից եմ ասում, 16:00-ն, մենք պիտի ազատագրենք, մնացածը այնտեղ պահը ցույց կտա, այնտեղ են լինելու նաև ճակերտավոր կարգալույծ բառը այստեղ օգտագործեմ, կարգալույծ եղած հոգևորականները, բոլորը այնտեղ են լինելու և տեղում կիմանաք ինչ ենք անելու, ոնց ենք անելու, ուղղակի ձեզ ասում եմ պատրաստվեք և վաղը գնում ենք կտրիճին հեռացնելու, թեկուզ դա տևի 1 օր, 2 օր, 3 օր, մենք ետ չենք կանգնելու այս պայքարից, սրբապիղծը, արյամ գահը զավթածը պիտի հեռանա, ժողովրդական, համաժողովրդական մեր ուժերի շնորհիվ, ձեզ շատ սիրում եմ, չկա նահանջ և դեպի առաջ, դուխով, բարի և խաղաղ գիշեր բոլորիդ։